Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շատ ուրախ եմ, շատ մեծ պատիվ է ձեր հետ այսօր զրույցը վարել, մի թեմայի շուրջ մանավանդ, որից ես շատ բան չգիտեմ ճիշտն ասած, ուզում եմ նախօրոք ասեմ, որ մեր նաև լսողները անակնկալի չգան, որ հարցերը կլինեն շատ դեպքերում պարզ, ձեր ընկալմամբ, որպես մասնագետի, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը կարիք ունի մի քիչ ավելի լավ հասկանալու հնագիտական տերմիններ, դարաշրջաններ, ժամանակաշրջաններ, դրա համար փորձենք դրանք մի քիչ բացենք։ Այսօր մենք որոշեցինք, որ խոսենք նեոլիթյան հեղափոխության մասին, հեղաշրջման մասին, հեղափոխության մասին։ Նեոլիթը դա նոր քարե դարն է, չէ՞։ Հիմա ես ուղղակի կուզենայի, որ մենք ամենասկզբից սկսենք ամենապարզ հարցից, այդ պարբերականացումը մարդկության, այսպես կյանքի, տևողության, ով է մտցրել, ինչպես ենք մենք պարբերականացնում եւ երբ որ ասում ենք նեոլիթ, ինչ ժամանակաշրջանի մասին ենք խոսում։ Սկսենք այդտեղից։ Նախ ես էլ բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ 19-րդ դարի առաջի կեսին արդեն ձևավորվեց հնագիտությունը որպես հասկացություններ ունեցող, սահմանումներ ունեցող գիտություն։ Եվ դրա մեջ շատ մեծ դեր ունի նաև որ այնտեղ ձևավորվել է նաև ունենք 3 դարերի համակարգ հասկացությունը։ Դա մշակել է դանիացի ուրեմն գիտնական Թոմսոնը, դա Դանիայի ազգային թանգարանի տնօրենն էր եւ ցուցադրություն պետք է աներ։ Նյութերը որ կուտակվել էին, որոշեց դասավորել։ Ինչպես դասավորել եւ այլն, եւ մարդը շատ գոհացած պարզ անճարեղ մի հատ հետեւության եկել, որ գործիք ինչից պատրաստված է, ուրեմն դնենք այդ դարաշրջան, անունը դնենք այդ դարաշրջանի։ Դրա համար ուրեմն 3 մասերի բաժանեց՝ քարի դար, բրոնզի դար եւ երկաթի դար։ Պարզվեց այդ համակարգը, պարբերացման այդ համակարգը կենսունակա մինչեւ այսօր։ Այսինքն ինքը իր ասենք սոցիոլոգների ստեղծած փուլաբաժանման համակարգերը կամ պարբերականության պարբերացման համակարգերը եւ այլն միշտ փոխվել են, ասենք օրինակի համար մեր Ստալինյան ասենք այդ ֆորմացիոն տեսությունները ամեն մեկը փոփոխվում է։ Իսկ այս քարի դար, բրոնզի դար, երկաթի դարը դա չփոխվեց, այսինքն հումքի հիման վրա ձևավորված, արտադրահամալիրը եւ այլն ինչ հումքով որ հիմնական հումքը էլի եւ այլն դրվեց եւ այսօր դեռևս նա կենսունակա, այսինքն մենք դա օգտագործում ենք։ Հիմա այդ քարի դարի մեջ հետագայում արդեն Մոնտելյուսը գկա կսեղծի ստորի պալեոլիթ հասկացողությունը կմցնի, այսինքն 5 քարի դար, հետո գկա միջին քարի դար եւ այլն եւ Ջոն Լաբոկ, Ջան այսպես ավելի ճիշտ կկարդացվի հայերեն Ջոն Լաբոկը, ուրեմն նա հնագետ էր, մարդաբան էր, մշակութաբանության իմաստով եմ ասում եւ այլն, նաեւ կենսաբան, մտցրեց ուրեմն նեոլիթ հասկացությունն, այսինքն նոր քարի դարը։ Դա 19-րդ դարի երկրորդ կեսն էր արդեն, եւ դրանից հետո եւ այդ նոր քարի դար հասկացության մեջ բովանդակությունը որն էր, որ հղկած քարերից կացիներ էին պատրաստում, ամբողջ Եվրոպան դրանով հեղեղված էր եւ այլն, ուրեմն հղկած կացիների մշակույթ էին, այսպես անված։ Այսինքն եթե 5 քարե դարը ինքը ավելի պրիմիտիվ մշակված քարեր էին, ապա նոր քարե դարը արդեն տեսնում ենք որ խնդիրը չէր, ինչքան տարբերությունը։ Այսինքն 5 քարի դարում պալեոլիթում որը կար ստորին պալեոլիթ, միջին պալեոլիթ, վերին